Կարելի է ամուսնանալ ոչ հավատացյալ մարդու հետ։ Սեներս նորից կարելի է կամ չի կարելի նման բան չկա, այսինքն մարդու կյանքը իր ձեռքերի մեջ է այն հարցով, որ ինքն է ընտրում ինչ անել եւ չկա որ կարելի է ընտրել անհավատին, թե չի կարելի։ Ուրիշ բան, որ Աստծո խոսքը ասում է, որ մենք չենք կարող լինել անհավատի հետ, այսինքն ինչ բանով, որովհետև եթե դու իմանալով, որ մարդը անհավատ է, չունի հավատ դեպի այն անձը, որը քո տերն է, ուրեմն հաստատ կյանքի ընթացքում լինելու են բաժանություններ եւ դա ճիշտ տեղ չի տանի։ Իհարկե հասկանում ենք, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ լինում են ամուսնացած, արդեն ամուսնության մեջ եւ ամուսիններից մեկը գալիս է Աստծուն, այսինքն ապաշխարում է եւ կինը կամ ամուսինը մնում են անհավատ։ Աստծո խոսքը այդ դեպքում ասում է, որ եթե այդ ամուսինը կամ կինը պատրաստ են շարունակել ապրել եւ դեմ չեն ձեր հավատքին, ուրեմն շարունակեք ապրել։ Իսկ լինում են դեպքեր, որ նման անհավատ ամուսինները նրանք որոշում են թողեն եւ գնան, այդ ժամանակ Աստծո խոսքը ասում է, որ մարդը ազատ է եւ կարող է նույնպես նորից ամուսնանալ։